Առաջինը ցանկանում եմ հետևյալը նշել. Սամվել Կարապետյանը, թե որպես ազգային բարերար, թե որպես Հայաստանի Հանրապետության, երևի թե ամբողջ նորագույն պատմության ընթացքում ամենամեծ բարեգործություններ արած անձը, եթե մարդկային լեզվով ձևակերպեմ, Հայաստանի Հանրապետության համար միայն լավն է արել, իսկ թե ինչ կատարվում է իր նկատմամբ վերջին 7 ամսվա ընթացքում, սա ոչ միայն վրեժխնդրություն է, սա ոչ միայն հաշվեհարդար է, սա ոչ միայն քաղաքական հետապնդման ամենանենգ դրսևորումն է, այլ ես չգիտեմ սա ինչ է։ Ինչ եմ ուզում ավելացնել այս ասածից։ Տեսեք, Սամվել Կարապետյանը իսկապես առողջական ոչ մի խնդիր չունեցող ուժեղ հայ տղամարդ է, ով կալանավորման ընթացքում այնպիսի պայմաններում է գտնվել, այնպիսի խնդիրներ են ի հայտ եկել, որոնք կներեք արտահայտությանս համար, բայց բացառապես դիտավորությամբ կատարված երևույթներ են իմ պատկերացմամբ։ Առողջական բնույթի հարցերը, որոնք ի հայտ են եկել, խոսքը գնում է թոքաբորբի մասին, խոսքը գնում է նաև ներկայումս կորոնավիրուսային հիվանդության մասին, ես դա ուղիղ պատճառահետևանքային կապի մեջ եմ տեսնում, ՔԿՀ-ում գտնվելու ժամանակահատվածում պաշտոնյաների ձեռնարկած անգործության եւ գործողությունների ինչ-որ իմաստով երևույթում։ Ես հստակ ուզում եմ ասել բժշկական օգնության իսպառ բացակայության մասին։ Ես երբ ծանոթացա, որ ՊՕԱԿ-ի տնօրենը հայտարարում է, որ գանգատներ չեն եղել, դա իսկապես ապշեցնող է։ Դուք այդ ձև եք պատկերացնում Հայաստանի Հանրապետությունում պայմանները, դուք այդպես եք պատկերացնում մարդու նկատմամբ վերաբերմունքը, ես անկեղծորեն եմ ասում, սա իսկապես մարդասիրություն չէ։ Չգիտեմ սա ինչ երևույթ է։ Հիմա անդրադառնամ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմանը։ Որ դատավորն է, որ Դատավոր Սուրեն Խաչատրյան։ Ոչ թե իդեպ հենց ուղիղ բեկանել է տնային կալանք, այստեղ մի քիչ իրավական տեխնիկայի հարց կա։ Ինքը բեկանել է վարույթ հարուցելու մասին որոշումը։ Վարույթ հարուցելու մասին որոշման բեկանման իր կողմից կայացված դատական ակտը, անկեղծ կասեմ, մենք իրավաբաններով ունենում ենք բավականին մեծ պատկերացումներ, ինչ որտեղ երևի թե ֆանտազիա ենք մեծ ունենում։ Դատավոր Սուրեն Խաչատրյանի ֆանտազիայից մենք չունենք։ Ես չեմ պատկերացնում ինչ է նշանակում այն, ինչը ինքը կայացրել է։ Հիմա նայեք, տեսեք, Սուրեն Խաչատրյանը գտնում է օրինակ, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ երբ կիրառվել էր տնային կալանքի հետ միաժամանակ լրացուցիչ սահմանափակում կոչերով հանդես գալու վերաբերյալ, օրինակ Սուրեն Խաչատրյանը հավանաբար երևի իսկապես շատ հետևում է Սամվել Կարապետյանի կոչերին, գտել է, որ դա եղել է ոչ իրավաչափ։ այսինքն որ կոչեր կարող էր անել տնային։ Այո, գտնում է, որ նման սահմանափակում կոչեր կատարելու վերաբերյալ պետք է չլիներ։ Ես ինչ որտեղ իսկապես դրական եմ վերաբերվում, որ Սուրեն Խաչատրյանը դատավոր գտնում էր, որ Սամվել Կարապետյանի կոչերը չէր կարելի սահմանափակել։ Իդեպ ճիշտ է ասում։ Բայց մյուս կողմից կներեք հարգելի գործընկերներ, բոլոր հարցերին ձեր կպատասխանեմ։ Խնդրում եմ Նաիրա ջան ինձ չընդհատեք։ Այս պարագայում Նաիրա ջան, խնդրում եմ ինձ չընդհատեք։ Ես այս իրավիճակում Եթե իսկապես ձեզ թվում է, որ նման տեխնիկական բնույթի հարցերն են ավելի առաջնայինը, ես ցավում եմ ուղղակի նաև ձեր համար, որովհետև եթե Սամվել Կարապետյանի նկատմամբ կայացրած դատական ակտի պայմաններում դուք պատկերացնում եք, որ առաջնայինը պետք է լինի թե դատավոր Սուրեն Խաչատրյանի ֆանտազիան կամ իրավական իրավունքի գերակայությունից կիլոմետրերով հեռու լինելը ինչով է արտահայտվում է քաղաքական հետապնդումով, արտահայտվում է մարդասիրության իսպառ բացակայությամբ։ Սուրեն Խաչատրյանը գիտակցում է, որ Սամվել Կարապետյանի մոտ բացառապես իրավասու պաշտոնյաների դրսևորած վարքագծի արդյունքում ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, ես արդեն ունեմ հստակ վարկած, թե ինչով է պայմանավորված, որ Սամվել Կարապետյանի մոտ ներկայումս առողջական խնդիրներ են ի հայտ եկել։ Որն է վարկածը, պարոն Վարկածը նրանում է, որ այստեղ եղել է դիտավորություն դրա նկատմամբ։ Այսինքն իսկապես իրավասու պաշտոնյաները գիտակցել են, որ օրինակ իր մոտ արկա է թոքաբորբ, երկկողմանի, ֆիբրոզով, բայց միաժամանակ դիմել են անգործության։ Իսկ թե ինչի համար, այսինքն Հայաստանի Հանրապետության համար բացառապես լավը արած մարդուն նման առողջական վիճակի հասցնել, բայց վստահ եղեք մի բանում, այս առողջական խնդիրներն էլ են անցողիկ, սրանք բոլորը հաղթահարվելու են, բայց ի վերջո պատասխանատվությունը անխուսափելի է լինելու։ Ես անկեղծորեն, գիտեք, այս իրավական տեսանկյունից ես չեմ ուզում հենց այդ բառը օգտագործել, բայց մի բանը կա, որ եթե այլ մարդ լիներ Սամվել Կարապետյանի փոխարեն, ես սա մեծագույն ցավով եմ ասում, ես սա նույնիսկ մեծ վախով եմ ասում,
Իսկ այդ ինչ պայմաններ եք դուք ապահովում։ Լավ, այս ինչ չարությամբ եք դուք լցված։ Լավ, հիմա դատավոր Սուրեն Խաչատրյանի շարժառիթը որն է։ Այսինքն այդ ինչն էր խնդիրը, որ վարույթ հարուցելու մասին որոշումը բեկանվում է։ Վերադառնալով Նաիրայի կողմից հնչեցված հարցին, ասում է լավ, ինչով է պայմանավորված, որ բեկանել է։ Օրինակ, գիտեք ինչն է նշել։ Օրինակ նշում է, որ դատարանը Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ երբ գտել էր, որ արկա է օրինակ նոր հանգամանք բժշկական բնույթի հարցերի վերաբերյալ, որ պատկերացնեք Սամվել Կարապետյանը երևի Հայաստանի Հանրապետության միակ կալանավորված անձն է, որը 6.5 ամիս, ուղիղ եմ ասում, 6.5 ամիս երբևէ բժշկական հաստատություն չի տեղափոխվել, արյան համալիր օրինակ անալիզ չի անցնել, որտեղ այդ հնարավորությունը չի ունեցել։ Էլ չասեմ, որ իհարկե թոքաբոր բախտորոշելու համար անձի գանգատը նշանակություն չունի։ Դրա համար ուղղակի պետք է համակարգչային շերտագրությամբ հետազոտություն իրականացնել, նույնն է ԿՏ-ՄՌՏ հետազոտությունը։ Բայց պատկերացրեք ինչ է ասում դատավոր Սուրեն Խաչատրյանը։ Ասում է, որ ելակետ էր Սարգիս Պետրոսյանը, այլ չուներ։ Այսինքն մի կողմից ուներ օրինակ բժշկի կողմից կարծիք եւ մյուս կողմից ուներ պոակի կողմից հիվանդանոց չտանելու թուղթը։ Այսինքն էլ ինչ ելակետ պետքա լիներ։ Այսինքն ի վերջո այդ իրավիճակում, երբ օրինակ պետության իրավասու պաշտոնյաները որևէ միջոց չեն ձեռնարկում, հենց այս հակակոռուպցիոն դատարանը, հենց այս հակակոռուպցիոն դատարանի վերաքննիչացիանը, իդեպ հենց նաև Սուրեն Խաչատրյանը, որի վերաբերյալ դատական ակտ ունեմ, եւ Վճռաբեկ դատարանը նման բոլոր դեպքերում, երբ պետության կողմից կա անգործություն, այն էլ անգործությունը ոչ նման է այս դեպքի։ Այսինքն օրինակ մի քանի անգամ տարել են բժշկական հաստատություն, հետո նորից չեն տարել։ Դա գտել է որպես հիմք տնային կալանք կիրառելու կամ ավելի նվազ խափանման միջոց կիրառելու։ Բայց ունենք այն իրավիճակը, որ ունենք։ Սամվել Կարապետյանի առողջական Ոչ միայն, նաև ջանասիրության իսպառ բացակայությունը քննիչի կողմից։ Օրինակ Սուրեն Խաչատրյանը գտնում է, որ ջանասիրության իսպառ բացակայության վերաբերյալ մեր կողմից ներկայացված հիմնավորումները ամբողջական չեն, որովհետև քննիչի կարծիքը այդտեղ չի երևում։ Այ որ օրինակ Սուրեն Խաչատրյանը դատավոր մանրամասն նայր գործի նյութերը, կտեսներ, որ երբ մենք քննիչին միջնորդում էինք, ասում էինք գործողություններ արա, մենք նաև քննիչից ստանում էինք իր դիրքորոշումը։ Այն է, որ մենք օրինակ անհիմն միջնորդություն ենք անում եւ դա մերժում էր ու այդ որոշումները կան գործի նյութերում, բայց երևի Սուրեն Խաչատրյանը այնքան էր շտապում։ Իդեպ իսկապես Սուրեն Խաչատրյանը աննախադեպ է շտապում։ Սուրեն Խաչատրյանը 4 օրում ոչ վարույթ հարուցելու մասին որոշումը։ Հարգելի գործընկերներ, ես դրա համար ի սկզբանե ասեցի, որ այստեղ իրականում շատ լավ, բայց դուք կարևոր հարց եք տալիս։ Հիմա երկուսին պատասխանեմ։ Վարույթ հարուցելը ինքնին հանդիսանում է առաջնային փուլը մինչև վերջնական որոշում կայացնելու։ Սուրեն Խաչատրյանը չի ասել, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք չպետք է կիրառվի։ Սուրեն Խաչատրյանը ասել է, որ այդ հարցի վերաբերյալ վարույթ հարուցելը ինչ որ իմաստով ավելի վաղ էր, պետք էր ավելի ուշ հարուցել, սենց մի տեխնիկական ֆանտազիայի տիրույթում գտնվող պատճառաբանություն, բայց չի ասել, որ տնային կալանքը պետք է բեկանվի եւ պետք է օրինակ կալանք կիրառված լինի։ Վարույթ հարուցելու մասին որոշումը։ Վարույթ հարուցելու պետք է տեղափոխվի մեկուսարա, պարոն։ Եկեք հետեւյալը ասեմ, դա նշված է, չի կարող ենթադրել, պատճառաբանեմ ինչու։ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է մեկ կարգավորում։ Անձի կողմից, եթե արկա է ինտենսիվ խափանման միջոց, կալանք կամ տնային կալանք, դրա լրանալուց 5 օր շուտ պետք է դրա երկարաձգման վերաբերյալ միջնորդություն ներկայացնես։ Սամվել Կարապետյանի դեպքում, ըստ քննչական մարմնի, այն լրացել էր հունվարի 13-ին, վերջնաժամկետը։ Եվ քննիչի կողմից ներկայացվել է միջնորդություն տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, որը եւ դիտարկվել է դատարանի կողմից, վարույթ է հարուցվել եւ 16:00-ին դատական նիստ է նշանակվել։ Կռահելով հաջորդող հարցադրումները, քրեական դատավարության օրենսգիրքը որևէ կառուցակարգ խափանման միջոցների փոփոխության, երբ արդեն հստակ ժամկետը առկա է, այսինքն այդ 5 օր վաղ ներկայացնելու սահմանափակումը չի նախատեսում։ Հետևաբար, արդյոք դատախազությունը եւ քննչականը ամեն կերպ քաղաքական հետապնդման շրջանակներում երևի թե նույնիսկ երազում են տեսնել Սամվել Կարապետյանին կալանավորված, բայց իրենք ունեն մեծագույն խոչընդոտ։ Դա քրեական դատավարության օրենսգիրքն է։ Կամ Հայաստանի Հանրապետությունում թող գան արձանագրեն, որ քրեական դատավարության օրենսգիրքը դրվում է մի կողմ, կամ պարզապես պետք է ստիպված լինեն կրկին դիտարկել տնային կալանքի երկարաձգման միջնորդությունը, որի վերաբերյալ մենք ունենք առարկություն։ Այսինքն է պարոն Կարապետյանը, որ ԱԱԾ մեկուսարան են տեղափոխելու, չեն համապատասխանում իրականությանը։ հիմա որտեղ է Կարապետյանը։ Նաիրի բժշկական կենտրոնում է գրված, խնդրում հաստատեք Խնդրեմ հետևյալ կերպ նայենք։ Մենք հայտարարել էինք, չէ, որ առողջական որոշ
հանգամանքներ են ի հայտ եկել։ Դա ինչ է իրենից ենթադրում։ Դա նշանակում է, որ պետք է անձը ստանա բժշկական օգնություն։ Բժշկական գաղտնիքից ելնելով եկեք ես այդ մանրամասները չբացահայտեմ, բայց այն, որ Սամվել Կարապետյանը բժշկական օգնության իրավունքի տիրույթում է, դա փաստ է, դրան ավելացնելու բան չունի։ Մի պարզ հարց էլի խնդրում եմ պատասխանել, որպեսզի մեր հեռուստադիտողները հասկանան։ Վերաքննիչի որոշումը ինչի մասին է, ինչ է նշանակում։ Ռուբեն Հակոբյանը մեզ ասել է, որ դա նշանակում է տնային կալանքը վերացվում է եւ ուժի մեջ է մտնում կալանքի որոշում ասեմ կամ կալանավորման հարցը։ Վարույթ հարուցելու մասին որոշումը բեկանվել է վերաքննիչ քրեական դատանի կողմից հակակոռուպցիոն ուղղվածությամբ։ Արդյոք դրա հետևանքը ի վերջո դա է։ Այո, բայց արդյոք դատարանը հենց ուղիղ գնահատականը տվել է տնային կալանք թե կալանք, ասում եմ, որ ոչ։ Կարող էր արդյոք այդպես անել, կարող էր, այդպես չի արել։ Հիմա մնացած հարցերը ուղղեք Սուրեն Խաչատրյանին օրինակ։ Ամեն դեպքում պարոն Կարապետյանը տեղափոխվել է մեկուսարան, երբ բժշկական հարցերը ըստ այս որոշման 48 ժամվա համար, եթե անձը չունենար բժշկական օգնության եւ սպասարկման անհետաձգելի իրավունքի իրացման հարցեր, այո, այդ հարցը կարող էր դիտարկվել։ Այսինքն պետք է 48 ժամվա ընթացքում Որովհետև հունվարի 18-ին լրանում է անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակման հարցը, բայց ինչի եմ ասում կարող է, որովհետև օրինակ այսօր դատավոր Դոլմազյանը քննության առարկա պետք է դարձնի տնային կալանքի երկարաձգման հարցը, տնային կալանքի, եւ եթե օրինակ տնային կալանքի այս որոշումը մի մասով այո կարող է ազդել, որովհետև Սամվել Կարապետյանի նկատմամբ կոչեր կամ հրապարակային հայտարարություններով հանդես գալու սահմանափակում չի կարող կիրառվել։ Պարոն Վարդանյան, եթե Դոլմազյանը 3 ամսով ենթադրենք տնային կալանքը երկարաձգի, որոշ Մենք միջդատական վարույթում ենք գտնվում, չի կարող ուղղակի, որովհետև տեսեք, դատարան ներկայացվում է միջնորդություն։ Գործընկերներ, եկեք այս մասը միասին բացահայտենք։ Օրենսգիրքը նախատեսում է, որ ժամկետը կալանքի կամ տնային կալանքի լրանալուց 5 օր շուտ պետք է ներկայացվի միջնորդություն երկարաձգման, եթե նման անհրաժեշտություն կա, եթե չկա չի ներկայացվում։ Բայց այդ 5 օր շուտից ուշ չեն կարող ներկայացնել։ Եթե այդ ժամկետի պայմանը խախտվում է, չի կարող նման միջնորդություն ներկայացվել։ Քննիչների կողմից ներկայացվել է տնային կալանքը երկարաձգելու միջնորդություն։ Իդեպ որի մեջ նաև բոլոր պատճառաբանությունները, հիմնավորումները, թե իրենց պատկերացմամբ ինչի տնային կալանքը պետք է պահպանվի, ներկայացված են։ Հիմա դա կլիներ Սուրեն Խաչատրյանի որոշումը ամսի 16-ին, կլիներ ամսի 18-ին, թե 19-ին, եթե ամսի 13-ին ուղիղ չէր կայացվում, իրավական նշանակություն չի կարող ունենալ։ Պարոն Վարդանյան, դուք նշեցիք, որ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը ելնելով նաև առողջական խնդիրների վերաբերյալ եւ մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված, բայց նաև պիտի հիշեցնեմ, որ փորձագիտական քաղաքական դաշտը խոսում է, որ հնարավոր է սա այսպես կոչված քաղաքական հրահանգ է, իջեցված եւ որ կանխատեսում էին Սամվել Կարապետյանը որոշ ժամանակ անց նորից կալանավորվելու է։ Դուք որքանով եք սա իրատեսական։ Մերի ջան, ես կարող եմ հստակ ասել, ես հստակ կարող եմ ասել, որ առնվազն այս ամբողջ ընթացքը այն ժամանակահատվածում այս կարճ, որ նույնիսկ Սամվել Կարապետյանին թույլ չտվեցին այցելել իր հոր գերեզմանին, ցույց է տալիս, որ այստեղ չի կարող լինել որևէ պայմանավորվածություն։ Ավելին, Սամվել Կարապետյանի վարքագծից, ընդհանուր իր կենսագրական տվյալներից դուք կարող եք պատկերացումը արդեն կազմել, թե մենք ինչ տեսակ մարդու մասին ենք խոսում։ Չի կարող նման բան լինել։ Եվ ավելին, մենք խոսում ենք մի աբսուրդային իրականության մասին, մի իրավական, կներեք, ամենաթողության, բեսպրեդելի մասին, որը տեղի է ունենում Սամվել Կարապետյանի գործով, որը տեղի է ունենում հունիսի 17-ից, երբ Facebook-յան արդարադատությունով է որոշվում ամեն ինչ։ Դուք կհիշեք, նախորդ անգամ մենք դատական նիստի էինք, հայկական ժամանակը արդեն ասել էր, թե ինչ ելք է լինելու։ Իդեպ ես սարսափում եմ կարդալ հայկական ժամանակը այսօր, թե տեսնենք հիմա ինչ են կանխատեսելու այս դատական նիստի հետ կապված։ Իրենք կարողանում են ավելի շուտ իմանալ, համաձայն եմ։ Որ ասում եք վարույթ հարուցելու որոշում մի քիչ մարդկային լեզվով կբացատրեք, դա ինչ է նշանակում, որ ոչ իրավաբանները հասկանան։ Փորձեմ։ Տեսեք, ամեն դեպքում, քանի որ ինքը իրավական որոշակի խրթին հարց է, այստեղ է խնդիրը։ Տեսեք, վարույթ հարուցվում է որոշակի հանգամանքներով եւ որից հետո որոշվում է, օրինակ, պահպանել կալանքը, թե կիրառել այլ խափանման միջոց, բայց սկզբնական փուլը դա դեռ վարույթ հարուցելն է։ Պատկերացրեք, եթե վարույթ հարուցել միջնորդության վերաբերյալ,
Դատարանը գտել է, որ ոչ թե պետք է հատուկ ընդգծի, որ օրինակ տնային կալանքը պետք է բեկանվի եւ կալանքը պետք է լիներ որպես այդպիսին խափանման միջոցը, այլ ընտրել է այլ մոտեցում։ Ենթադրում եմ ընտրել է այլ մոտեցում, քանի որ մեղմ ասած ճնշումները այնպիսին են լինում դատավորների նկատմամբ ժողովրդավարության բաստիոն հանդիսացող Հայաստանում, որ միաժամանակ նաև մարդիկ փորձում են ինչ որ կերպ այդ ճնշումը համ պահպանել, համ ինչ որ լուծումներ գտնել։ Հիմա ինչ որ լուծումներ երևի թե փորձել է Սուրեն Խաչատրյանը գտնել, որտեղ ոնց նշեցի, պատկերացրեք ինքը գտել է, որ վարույթ չպետք է հարուցվեր, բայց մանրակրկիտ անդրադարձել է օրինակ կոչերի վերաբերյալ հանգամանքին, որ դատարանը կիրառել էր։ Հիմա այս իրավիճակում արդյոք հնարավոր է սթափ, սառը, մարդկային, մատչելի ձևով գնահատել այս որոշումը։ Ոչ, հարգելի գործընկերներ, ինչի համար, որովհետև երբ մենք հասկանում ենք, թե դատավորների հանդեպ ընդհանրապես ինչ աստիճան ճնշումներ են, միտեղ հենց հնչեցնում է Սամվել Կարապետյան անունը, վերջ դատավորներից նույնիսկ ամենալավ դատավորը կարող է վերածվել մի ինչ որ այսպես ասած, ինչպես էին ասում, չէ, թե ինչ է արդարությունը, թե ինչ է արդարադատությունը, թե ինչ է դատավորի խիղճը, այս 3 հարցերին պատասխաններ չեն գտնում այդ դատավորները։ Երևի իրենք էլ են ուզում ինչ որ միտեղ, որ դա գրված լինի։ Օրինակ դատավորներ կան երևի թե, որ ուզում են հասկանան, թե ինչ է դատավորի խիղճը։ Դեռ չեն կարողացել հասկանալ, բայց կարողանում են այսպիսի դատական ակտեր կայացնել։ Պարոն Վարդևանյան, հիմա եթե Սամվել Կարապետյանի առողջական վիճակը գնահատվի, լավանա, հիվանդանոցից դուրս գրվի, ուր է տեղափոխվելու, տուն թե բանտ։ Ես այս իրավիճակում ըստ վերաքննիչի որոշման, եթե դիտարկենք իրավիճակը, որ բժշկական օգնության եւ սպասարկման հարցը չլիներ, միևնույնն է չենք կարող պատասխանը տալ, որովհետեւ արդեն կա դատական նիստ նշանակված տնային կալանքի երկարաձգման հարցով։ Ինչի համար եմ սա ընդգծում։ Պատկերացրեք, եթե օրինակ դատավոր Դոլմազյանը կիրառում է վարչական հսկողությունը որպես խափանման միջոց եւ իր դատական ակտում արձանագրում է, որ որոշումը մտնում է օրինական ուժի մեջ հենց դատական նիստերի դալիճից։ Ինչ է լինում այդ ժամանակ անձը, անկախ նրանից թե երբ է լռանում ժամկետը խափանման միջոցի, դուրս է գալիս դատական նիստերի դալիճից։ Այս իրավական կազուս է էլի առաջացել, հա, պարոն Վարդևանյան։ Որոշակի առումով, այո, բայց խնդիրը ուրիշ բանում է։ Հակասություն ես չեմ տեսնում ինչու, որովհետև հունվարի 13-ից գիծ ենք քաշում, գործընկերներ։ Հունվարի 13-ից անդին այլևս հնարավորություն տնային կալանքի խափանման միջոցից զատ ավելի խիստ խափանման միջոցի իրավական կառուցակարգ չկա։ Գտեք ցանկացած իրավաբանի, ասեք կա տենց մեխանիզմ թե չէ։ Քրեական դատավարության օրենսգիրքը ուղիղ սևը սպիտակով այդ կարգավորումը նախատեսել է 5 օր շուտ։ Այլ հարց երևի թե Սուրեն Խաչատրյանից կարող է լինի հիմա դժգոհություն։ Օրինակ, ասեն ինչի ամսի 13-ին չէր տվել դատական ակտը։ Օրինակ ինչի չի արել Սուրեն Խաչատրյանը։ Այ հիմա կարող է նորից հարց առաջանա Սուրեն Խաչատրյանի խիղճը, արդարադատությունը, ինչա, ոնց է։ Բայց մի բան կարող եմ ասել, իսկապես ես մարդկայնորեն նույնիսկ ինչ որտեղ սարսափում եմ մեր դատական համակարգից։ Սարսափում եմ, որպես իրավաբան իսկապես ինքը վախենալու երևույթ է, որ ստացվում է դատավորը կարող է իսկապես նման դատական ակտ կայացնել։ Այսինքն նման կերպ փորձի իրավիճակը մեկնաբանել։ Բայց ես հասկանում եմ նաև այն աստիճան հակասականության մեջ են իրենք էլ չեն հասկանում երևի թե ինչ փորձեն անել այս ճնշումների պայմաններում։ Իրականում Սամվել Կարապետյանը երբ դեռևս հունիս ամսին իր առաջին հայտարարություններից մեկում, որը դիմել էր հանրությանը Արմավիր քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում, նույն ինքը Չոբան-Քյարայի քրեակատարողական հիմնարկից, վերջինիս կողմից հենց նշվել էր ընդհանրապես դատական համակարգի խնդիրները, ընդհանրապես դատավորների անկախության խնդիրը, որ իրականում դատավորները ոչ թե անկախ են, այլ կախյալ են։ Եվ այս հանգամանքների վերաբերյալ իր խոստումները ներկայացրել էր։ Իդեպ ճանաչելով արդեն Սամվել Կարապետյանին առավել քան լավ, վստահ եղեք այդ խոստումը կատարելու է։ Պարոն Վարդևանյան, դուք նշեցիք, որ ավելի քան 6.5 ամիս է Սամվել Կարապետյանը գտնվել է ԱԱԾ մեկուսանում եւ որևէ հետազոտություն չի անցել, բայց եւ ԱԱԾ մեկուսարանում գտնվելու պատճառով է Սամվել Կարապետյանի առողջական վիճակը վատացել, բայց եթե չեմ սխալվում, պարոն Կարապետյանը պիտի նաեւ կարողանար իր ուզած բժշկի մոտ, այսպես ասած, գնալ բժշկական հետազոտություն։ Դուք պարզապես մեջ բերում եք կառավարության վերաբերելի որոշումից, ինչպես
ինչպես նաև ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքներին վերաբերող նորմատիվ իրավական ակտից դրույթ։ Այո, այն ամբողջությամբ չի գործել Սամվել Կարապետյանի դեպքում։ Այո, այն բազմաթիվ այլ կալանավորների դեպքում գործում է եւ պետք է գործի, բայց Սամվել Կարապետյանի դեպքում չի գործել։ Եվ ես հատուկ եմ ընդգծում, որ Սամվել Կարապետյանի առողջության հետ կապված այն իրավիճակը, որը կա, որը վստահաբար լուծվելու է։ Վստահաբար այս առողջական խնդիրները հաղթահարելու է Սամվել Կարապետյանը, որտեղ նորից եմ ասում, մենք խոսում ենք ուժեղ հայ տղամարդու մասին, որի նկատմամբ չարամտորեն նման գործողություններ են կատարվել։ Ես այստեղ թե չարամտությունն եմ տեսնում, թե դիտավորությունն եմ տեսնում, բայց վստահ եղեք, այս ամեն ինչը հաղթահարվելու է։ Դիմումները ներկայացրել եմ ես։ Քանի անգամ եմ մերժվել։ Գիտեք, քանի անգամ եմ ներկայացրել։ Դուք քրեական գործի հատորները, որ տեսնում եք 100 թերթից ավել։ Ես այդքան դիմումներ ունեմ ներկայացրած։ Բժշկին դիմել եք։ Այո։ Բժշկական պատշաճ, օգնություն ապահովելու վերաբերյալ բոլորը մերժվել են։ Բոլորը։ Կներեք, արդեն ժամը 16:00-ն է մոտենում, ներողություն եմ խնդրում։ Շնորհակալություն արգելի գործընկերներ, որ նման արագ արձագանքեցին։ Դատական նիստի։ Այո, դատական նիստի տնային կալանքի երկարաձգման վերաբերյալ շնորհակալություն գործընկերներ ջան։ Պարոն Կարապետյանը տնային կալանքում կմնա։ Եկեք հələ հասկանանք ի վերջո նրա վրա մերժվում է ընդհանրապես այս միջնորդությունը։ Իդեպ գործընկերներ, սա էլ եմ ուզում հատուկ հստակ արձանագրել։ Մենք տնային կալանքի վերաբերյալ ունենք հստակ առարկություններ։ Մենք գտնում ենք, որ ընդհանրապես այս գործով խափամամիջոց չի կարող կիրառվել։ Լավ, ի վերջո վերհիշենք, հա, մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ Լավ, ինչ հանցանք կարող է այստեղ լինել, չէ՞, նույնիսկ լավ ամենաաբսուրդային, տիտանական абսուրդային երևակայությունը թույլ չի տալիս այստեղ տեսնել ինչ որ որևէ մի հակաօրինական արարք։ Եվ ընդհանրապես ես համարում եմ, որ ամեն ինչ սահման պետք է ունենա։ Ամեն ինչ, նույնիսկ քաղաքական հետապնդումներ սահման պետք է ունենա։ Դրա համար այո, մեր դիրքորոշումը այն է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ ընդհանրապես խափամամիջոց չպետք է կիրառվի։ Ընդհանրապես։ Կներեք ներողություն։ Մեկ անգամ կալանք